Շուտով ամանոր է եւ բոլորս էլ պատրաստելու ենք տոլմա։ Ես առաջարկում եմ պատրաստել այս անգամ չինական կաղամբով։ Շատ յուրահատուկ է համը ստացվում։ Սկզբից առանձնացնում ենք տերևները, եռացրած ջրի մեջ այն եռացնելու ենք, պատրաստում ենք միջուկը սովորական ձևով, սոխ, սխտոր, մեր սիրելի համեմունքները, իմ գաղտնիքներից մեկը չորացրած նանան է, այլ ոչ կանաչիները։ Եռացրած ջրի մեջ ուղարկում ենք տերևները մի քանի վայրկյանով, շատ չենք եռացնում, որպեսզի չլխկվի, հեշտ լինի փաթաթելը։ Կոշտ հատվածը այս մսի համար նախատեսված դակիչով, այսպես դակում ենք, որպեսզի փափուկ լինի։ Տեղադրում ենք մեր սիրելի միջուկը եւ գեղեցիկ փաթաթում ենք մեր տոլմաները։ Ես անմիջապես տեղադրում եմ այն տարայի մեջ, որով որ հենց մատուցելու եմ ուտեստը։ Գեղեցիկ դասավորում եմ այն։ Հետո պատրաստում եմ սոխեռած տոմատով, սոխով, մի քիչ առատ եմ անում յուղը, մի փոքրիկ ավելացնում եմ եռացրած ջրից, որպեսզի համերը շատ ավելի լավ խառնվեն իրար, որպեսզի մեր տոլմաները հանկարծ կիսայեփ չլինեն եւ ուղարկում եմ ջեռոց 30-ից 40 րոպե։